Գոյամարտ սերիալը հիմա գտնվում է այնպիսի փուլում, որտեղ յուրաքանչյուր սերիա ոչ թե պարզապես շարունակություն է, այլ ամբողջ պատմության նոր վերաիմաստավորում։ Իրադարձությունները զարգանում են միաժամանակ մի քանի ուղղություններով և ամեն մի գիծ ունի իր լարվածությունը, իր ցավն ու գաղտնիքները։ Լեոյի և Լեայի հարաբերությունը շարունակում է մնալ սերիալի ամենաէմոցիոնալ առանցքը։ Այժմ նրանք միասին են, բայց այդ միասին լինելը շատ փխրուն է։ Նրանց միջև սերն ուժեղ է, բայց արտաքին աշխարհը, ընտանիքները, անցյալը, ճշմարտությունները մշտապես սպառնում են այդ կապին։ Լեոն փորձում է պահել այդ հարաբերությունը, պայքարում իր զգացմունքների համար, բայց նա դեռ կրում է իր ներսում մեծ զայրույթ և ցավ։ Լեան իր հերթին կանգնած է մի իրավիճակում, որտեղ պետք է ընտրի արդյոք շարունակել ապրել այդ ճշմարտության հետ, թե փախչել դրանից։ Հունանի կողմից ինային ճշմարտությունը պատմելը սյուժեի կարևոր շրջադարձերից է։ Սա ոչ միայն բացահայտում է նրա անցյալը, այլ նաև ցույց է տալիս, որ նա սկսում է կորցնել վերահսկողությունը։ Երբ մարդը սկսում է խոստովանել այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել է, դա նշանակում է, որ իրավիճակը հասել է ծայրահեղ կետի, բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, արդյոք նա դա անում է զղջումով, թե հաշվարկով։ Իննայի արձագանքը կարող է փոխել շատ բան, եթե նա չընդունի այդ ճշմարտությունն, ինչը քիչ հավանական է, հեռուստադիտողներին էլ արդեն պարզ է, ապա Հունանը կարող է կորցնել իր ազդեցությունը նույնիսկ սեփական ընտանիքի ներսում։ Մանանի գիծը շարունակում է լինել ամենադրամատիկներից մեկը։ Նրա կյանքում կրկնվում է նույն սցենարը, նա կրկին դուրսն է մնում իր ընտանիքից, կրկին միայնակ։ Պապի կողմից նրան տեսնելը Գրիշոյի հետ և այդ պատճառով նրան մերժելը ցույց է տալիս, թե որքան խորն են վերքերն այդ ընտանիքում։ Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ինչ է կատարվում Ավոյի ընտանիքում Ավոյի ու Էռնայի հետ։ Պարզից էլ պարզ է, որ Էռնեն չդիմացավ այն ճշմարտություններին, որը լսեց։ Նա խելագարվել է և այդ ամենն անհետևանք չի մնում։ Եվ հրապարակված կադրերը, որից պարզ էր դառնում, որ Ավոն ուղղակի ստիպելով նրան հոգեբուժարան է ուղարկում, ահա հաջորդ սերիայի կադրերն էին։ Նա հարվածում է Ավոյի գլխին ու Ավոն ընկնում է։ Բնականաբար Ավոն այլևս նրա հետ ապրել չի կարող, դա իր կյանքի համար անվտանգ չէ և հավանաբար կանչելու է շտապօգնության աշխատողներին ու նրան տեղափոխեն հոգեբուժարան կամ բուժական այլ կառույց։ Հուննան էլ խոստացել է, որ ոչ մի կերպ նրան չի օգնելու։ Էռնան մնալու է միայնակ, տանջված ու լքված։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Մանանը շատ շուտով հայտնվելու է Ավոյի ազդեցության տակ։ Նա տանելու է Մանանին իր տուն և հավանաբար ասելու է, որ հորեղբայրն է։ Սա ոչ միայն հարաբերությունների նոր շերտ է բացում, այլ նաև սյուժեն դարձնում ավելի բարդ։ Ավոն այն կերպարներից է, ում քայլերը երբեք պատահական չեն լինում։ Նա կարող է միաժամանակ լինել և փրկող, և վտանգ։ Համացանցում արդեն հայտնված կադրերը, որտեղ նրանք միասին են, ավելի են մեծացնում ինտրիգը։ Հեռուստադիտողները փորձում են հասկանալ, արդյոք սա իրական աջակցություն է, թե հերթական քայլ Ավոյի մեծ խաղում։ Գրիշոյի գիծը նույնպես շարունակում է զարգանալ։ Նրա զգացմունքները Մանանի հանդեպ այլևս կասկածի տեղիք չեն տալիս, հատկապես, որ նա ընտանիքի առաջ ցանկանում է ամուսնանալ Մանանի հետ։ Նա ասում է այդ մասին իր ծնողներին։ Բնականաբար նրանց արձագանքը դրական չի լինելու։ Հեռուստադիտողներին էլ պարզից պարզ է։ Ինչպես են արձագանքելու Հուննան ու Իննան այս ամենին, ինչը հենց նոր լսեցին, և արդյոք նրանք տալու են իրենց համաձայնությունը, որպեսզի Գրիշոն ու Մանանն ամուսնանան, պարզից էլ պարզ է, որ չի լինելու նման բան։ Ինչ զարգացումներ են սպասվում այս երկու կերպարների հետ, կիմանաք շատ շուտով։ Դավիթի գիծն այս ամենի մեջ դառնում է հարաբերականորեն կայուն։ Նա արդեն տանն է, բայց դեռ բուժման փուլում է։ Նրա ներկայությունն ընտանիքում կարևոր է, որովհետև նա կարող է դառնալ այն կամուրջը, որը կփորձի միավորել մյուսներին։ Նրա և Նարեի հարաբերությունը շարունակում է զարգանալ և մնում է սերիալի ամենաջերմ գծերից մեկը։ Այս ամենի ֆոնին Գոյամարտը դառնում է շատ ավելի խորքային պատմություն, որտեղ չկա պարզ բաժանում լավի և վատի միջև։ Յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը, իր արդարացումը և իր սխալները։ Սերիալը ցույց է տալիս, որ սերը միշտ չէ, որ բավական է, ճշմարտությունը միշտ չէ, որ ազատում է, իսկ ընտանիքը միշտ չէ, որ ապահով վայր է։
Առաջիկա զարգացումները խոստանում են լինել առավել լարված, կկարողանա Լեոյի և Լեայի սերը դիմանալ նոր հարվածներին, ինչ նպատակ ունի Ավոն Մանանի հետ, կփոխվի արդյոք Հունանի դիրքն իր խոստովանությունից հետո և արդյոք Մանանը կկարողանա գտնել իր ճանապարհն այս խճճված իրավիճակում։ Մի բան արդեն հստակ է, գոյամարտում հանգիստ փուլ չկա և ամեն հաջորդ սերիա կարող է ամբողջությամբ փոխել պատմության ուղղությունը։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ ինչ սպասել առաջիկա սերիաներում, ապա չմոռանաք միանալ մեր ալիքին, որովհետև շատ շուտով սպասվում են նոր տեսանյութեր, որոնցով կբացահայտենք, թե ինչ կարելի է սպասել առաջիկայում, նոր գաղտնիքների բացահայտում, ինտրիգներ և իհարկե հետաքրքիր գաղտնիքներ, որոնք շատ շուտով ջրի երես են դուրս գալու և հեռուստադիտողներին անակնկալի են բերելու։